Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Կարմիր գծերը սրբած ոճրագործություններն ու հանրության քարլարությունը, ինչպես է հոգեբուժանից դուրս եկածը օրեր անց եկեղեցում սպանություն կատարում եւ ինչ մութանցիալ ունի սերիական մարդասպանը։ Վերահսկողությունից դուրս ամնում պացիենտը, օրինակ ինքը դեղերը չի խմում։ Մեր հանրությունը դարձել է բավականին անհանդուրժող։ Կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները բավարար չեն։ Հոգեբուժների քանակը շատ սակավաթիվ է։ Որպես այդպիսի մասնագետներ չեն պատրաստվում։ Հասարակությունում քրեական վարքի տոկոսը բարձրանում է։ Բարձր ջերմություն, գլխացավ, մկանացավ կամ նոր շտամի զոհերը։ Արդյոք համաճարակային իրավիճակը վերահսկել է եւ ինչ սպասել մոտ ապագայում։ Սա կոവിഡ്ի ընդհանուր տարածում է։ Տարածվածությունը բավականին մեծ է ու ծանր ընթացքով է։ Ավելի լուրջ, այսպես ասենք, հետևանքներ առաջացան։ Իրենք են թիրախային խումբը այս տեսակի վիրուսների համար։ Մնում է հասկանալ սերտել ենք այս դասը, թե Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններն ու հայ վարորդների դժգոհությունը, ինչու է արգելվելու հարյուրավոր վարորդների մուտքը Ռուսաստան եւ արդյոք միգրացիոն օրենսդրության խստացումը չի հակասում ԵԱՏՄ կարգավորումներին։ իրավունք չունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 90 օր։ Աբսուրդ է, 90 օրը ինչ ավոր։ Սա շատ ուղիղ է հակասում ԵԱՏՄ համաձայնագրին։ 5 տարի իրեն փակել են։ Հարկադրաբար ստիպված են լինում օրեր շարունակ կանգնել։ Նացը տարավ 100-ից 500 դրամ։ Սա կարող է բերել կտրուկ թանկացումների։ Իրանք կարային դրա դեմը շուտ առնեն։ Հնդիկների մասնակցությամբ արյունալի միջադեպն ու հրշեջների արդյունավետ գործողությունները, ինչպես էր սարսափելի ինքնավթարի հեղինակը հրաշքով ողջ մնացել եւ ինչպես էր մարդատարը տապալել բեռնատարին։ Սա վառվել է։ Կյանքերից վտանգ չկա, չէ։ Սեղել արի։ Գորգերա, չէ՞ սա։ Սկավա մահացածին, նա։ Ո փախել էլի տակից։ Ուժ դարձած ցավը կամ հանուն երեխաների պայքարող կնոջ սփոփանքը իր զգացողություն ունեցավ լսելով աշխատանքի առաջարկի մասին եւ ովքեր են կառուցելու հանգուցյալ ամուսնու երազած տունը։ Բարելար մարդիկ գումար են փոխանցել։ Ձեզ համար բերել ենք ավազ, ցեմենտ եւ ներկեր։ Կանչում եմ հոպաներին եւ թեռիներին, տունը կվերանորոգել։ Չէի սպասում իմ աշխատանքի համար։ Ես ամենաշատը հավանեցի մահճակալի եւ հեռուստացույցը։ Աստված իրանց երկար տարիների կյանք տա։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։